Դժվար, նախորդ դասը հիմնականում այտենց ավելի շատ ֆունդամենտոտ ենք նայել, այսինքն քննարկել ենք ընդհանուր հիմնական տերմիններ ու մոտավորապես փորձել ենք մեզ այտենց գցենք բանի մեջ, էլի, մտնենք տեմպի մեջ, հասկանանք ինչ է կատարվում, ինչ տեսակ գործիքներ ունենք եւ այլն եւ այլն։ Դա այդքան է շատ ինչ տեսակ գործիքներ ունենք, մի քիչ գրաֆիկներ դուդի-սյուդի։ Հիմա ոնց որ նախորդ դասին այդքան խոսում էինք, թե օրինակի համար կարանք վերցնենք, եթե ինչ-որ մի հատ sample Ձեզ ունենք, ողջուներ, ողջույններ։ միկրոֆոնս չէր աշխատում, կներեք։ Խնդիր չկա։ Խոսում ենք, որ եթե ինչ-որ sample ունենք, կարանք փորձենք այս ամեն ինչի միջինը գնահատենք ըստ այս sample-ի միջին, չէ՞։ Այսինքն ինչ տվյալներ ունենք, իրենց միջինը հաշվենք ու ասենք դե ոնց որ ամբողջ պոպուլյացիայի մաց սպասումը կլինի այդ մեր բանի միջինին հավասար։ Բայց սա ոնց որ հույս ունենալ է, էլի։ Հիմա ինչ որ մեկը կարար գա, ասեր, գիտեք ինչ, եկեք ոչ թե միջինը վերցնենք, այլ միջին գումարած 1-ը վերցնենք։ Հիմա այս դեպքի համար զգում ենք, որ վատ ձև է, բայց զգալը հերիք չի։ Ոնց կարանք հիմնավորենք կամ ընդհանրապես ինչ առանցքներով կարանք չափենք։ Ոնց պետքա բռնենք տարբերակենք, էլի լավը վատից։ Նույնը վերաբերվում է, ասենք, որ ասում էինք բան անենք, վերցնենք այ օրինակի համար նաև խոսում էինք, որ եթե ուզում ենք վարիացիան գնահատենք, բռնել ասել x հանած x քառակուսի n-երորդ, սա լավ չէր։ Պետք էր n-1 անել, այս -1-ը լրիվ տարօրինակ արհեստական էր թվում։ Հիմա ինչի են գալիս իրանք։ Կամ ընդհանրապես ավելի շուտ ոնց գնահատենք մեր estimator-ը, այսինքն մեր մոտեցումը, թե ոնց ենք գնահատելու մեր ուզած վիճականին, լավն է թե վատն է։ Ընդհանրապես ինչ իմաստներով ենք ասելու լավն է թե վատն է։ Այ հիմա այսօրվա դասը նվիրված է լինելու մեծամասամբ հենց այդ հարցին պատասխանելուն։ Մենք տարբեր կրիտերիաներ ենք սահմանելու, լավ վատ չափելու։ Ինչ որ կրիտերիա լինելու է, որ միավորում է մի քանի բան, կրիտերիա լինելու է, որ ասում է լավ, այս մեկը լավն էր, ես հիմա դրան լավացնում եմ։ Այտենց են ոնց որ estimation theory կոչվածի այն հիմնական ֆունդամենտը փորձելու ենք ծածկել այսօր։ Այսօրվա slide set-ը շատ մեծ է, մի քիչ ահավոր շատ կլինի այսօրվա համար ամեն ինչը։ Մենք հիմնականում կենտրոնանալու ենք այսօր bias, MSE, consistency, sufficiency գաղափարների վրա, հետո այնտեղ Fisher-ի ինֆորմացիա Kramer-Rao բան, Kramer-Rao-ի շեմ, bound։ Այտենց մի քանի թեմա մնալու է հետո ծածկելու, որ մի քիչ չափից շատ չլինի, հաշվի առնելով, որ նախորդ դասն էլ է տեսական եղել։ Ու այսօր արդեն լինելու է լրիվ բան տնային, թուղթ ու գրիչի տնային է լինելու այսօր լրիվ։ Դա գնացինք ժողովուրդ։ Առաջի բանը, որ կարանք չափենք, թե ինչքանով է լավը մեր գնահատիչը, մեր estimator-ը։ Դա նա, որ եթե օրինակի համար իրականում մատսպասումը μ է ինչ որ, մենք գնահատել ենք իրան ինչ որ թետա օրինակ, կամ այս օրինակով ավելի շուտ իսկականը թետա է, մենք իրան գնահատել ենք որպես ինչ որ մենք օգտագործում ենք ինչ որ թետա գլխարկ, իր մատսպասումը տվել է ինչ որ յ թետա գլխարկ արժեք։ Հիմա ամենա ինտուիտիվ բանը որ կարելի հաշվել, ուղղակի նայենք տեսնենք, թե ինչքանով ենք ծուռ ասել։ Ասենք, եթե բաշխումը այսենց է եղել, մենք ասել ենք թետա իսկականում եղել, իրականում եղել է թետա, այսինքն եթե մեր estimator-ի հիմնականում մեր գնահատիչներին sense գլխարկ ենք տալու մենք, էլի, այդ որպես ստանդարտ հիշեք։ Եթե եղել է թետա, ստացվում է իրար հետ բռնել են իդեալական։ Եթե մի քիչ ծուռ է եղել, ասենք, այստեղ պետք է լիներ, ստեղ է եղել, մենք այս հեռավորությանը անվանում ենք bias։ Bias-ը բառացի թարգմանելով կարելի ասել ոնց որ կողմնապահություն, բայց մի քիչ այդքան էլ օգտակար չի այդ թարգմանությունը։ Ու այստեղից ավտոմատ այս bias-ից ավտոմատ առաջանում է երկու հասկացություն՝ biasedness ու unbiasedness։ Հիմա կասենք, որ ինչ որ estimator unbiased է, եթե իր bias-ը ուղղակի 0 է հավասար։ Այսինքն, եթե գնահատականն է մատսպասման ու իսկական մատսպասումը, իրենց դիստանցիան 0 է, unbiased է, եթե 0 չի, biased է։
Հիմա մի հատ օրինակով եթե նայենք, ասենք եթե հենց վերցնենք այս մեր sample mean-ը, այսինքն տվյալներ ունենք, իրենց միջինը հաշվելը վերցնենք։ Հիմա եթե պատկերացնենք ունենք x1-ից xn IID, ու ոնց որ թող իրեն գան նենց բաշխումից, որի իրենց այն բաշխումը, որից իրենց գալիս են, իրենց մացպասումը նշանակենք mu-ով։ Հիմա հասկանանք զուտ բռնել x1 գումարած x2 գումարած xn բաժանած n անելուց սրա մացպասումը կլինի արդյոք mu-ին հավասար, թե չէ։ Ու այստեղ կարանք ուղղակի ասենք, որ դե e x գլխարկը, եկեք այս x գլխարկ չէ, x բառը եկեք սա ուղղակի բացված տեսքով վերենք, այսինքն կստացվի 1/3 գումար x-ի էր, դե ոնց որ մացպասման մեջ կարանք ուղղակի սա բռնենք հանենք դուրս, կստացվի 1/3 մացպասում in հավասար է 1-ից n ex-ի, դե սրա մացպասումն էլ ասում էինք mu էր, ստացվում է 1/3 անգամ n անգամ mu, ստացվեց mu։ Այս մեզ տալիս այն, որ եթե bias-ը հաշվելու լինենք, ինքը կստացվի այս ex բառ հանած mu, այդ կլինի mu մինուս mu, կլինի 0։ Ստացվեց, որ սա իրոք unbiased է։ Այսինքն ոնց էր մեր ռեցեպտը սենց ասած, հաշվեցինք մացպասումը մեր գնահատիչի, մեր estimator-ի, հանեցինք իրանից իսկական մացպասումը, եթե արդյունքը 0 է, unbiased է, 0 չի biased է։ Մինչև այստեղ ամեն ինչ օքեյ է, հեսա կգանք կակրաս կտեսնենք այդ վարիացիայի տարօրինակ n-1-ի առաջացումը, բայց մի հատ միջև այս պահը նորմալ է։ Okay, դե եկեք մի հատ բանի համար տեսնենք, վարիացիայի համար տեսնենք։ Հիմա մենք ասում ենք այս սիգմա քառակուսին, եթե ուզում ես գնահատես, այսինքն մացպասում x մինուս ex-ի քառակուսի, ինտուիցիան կասի մացպասում, ուրեմն մեր մոտ այդտեղ 1/3 x-ի փոխարեն հերթով փոխվում է x1, x2 եւ այլն, x-ի թող լինի։ Դե մացպասման համար էլ ասում ենք, դե x ոնց որ վերցնենք sample mean-ը, ամենաինտուիտիվ բնական բանը, որ կարանք մտածենք, այդ այսա օգտագործելն է, չէ՞։ Եկեք հիմա տեսնենք, թե ինչի սա լավ չի աշխատում։ Սրա համար մեզ պետք կլինի, տեսնելու համար պետք կլինի այս x-ի մինուս x գլխարկ x հետը, x հետ չներողություն, x բառ, x գծիկ իրան կասեմ լավ, իրան ներկայացնենք որպես ուղղակի իսկական այս մացպասումը հանենք գումարենք, թող լինի x-ի մինուս mu մինուս x գծիկ մինուս mu։ Այսինքն ոնց որ կարանք ասենք ինչքանով է ճշմարտությունից շեղվել ամեն մեկը, x1, x2, x եւ այլնը։ Այսինքն կարանք անվանենք, թե մեր գնահատումը ինչքան սխալով է, որովհետեւ այստեղ երկուսն էլ արդեն թվեր են զուտ, էլի։ Ու հիմա պետքա սրա քառակուսին բարձրացնենք։ Այս սրա քառակուսին կարանք գրենք այսպես տեսքով x-ի մինուս mu-ի քառակուսի հանած այստեղ գումարին հավասար է 1-ից n, այս մյուս կտորում, քանի որ x-ից կախվածություն չկա, ուղղակի ասում ենք n անգամ x գլխարկ հանած mu-ի քառակուսի։ Սա եթե ուղղակի բացենք, հավասարացնենք, կտեսնենք, որ տեղի ունի, զուտ ոնց որ անհետաքրքիր հանրահաշիվ է պետք անել սրա համար մի քիչ։ Հանրահաշիվ չէ, ալգեբրա։ Լավ, մի խոսքով, անհետաքրքիր հաշվարկներով սրան կարան գանք։ Ու հիմա եթե այստեղ գանք արդեն փորձենք բանին մեր մոտ մոտենալ, մացպասում վերցնելուն մոտենալ, ասում ենք մացպասում x-ի տտ 1/3-ով ենք ուզում գրենք։ Այստեղ այսա ունենք, չէ՞։ Որտեվ ուղղակի ասում ենք մացպասում x-ի մինուս mu քառակուսի, mu-ն իսկական մացպասումն է, այսինքն սրանով կստանանք իսկական վարիացիա։ Այսինքն այս կտորում եթե նայենք x-ի մինուս mu քառակուսի, սա կարանք պատկերացնենք որպես x1 մինուս mu, x2 մինուս mu, x3 մինուս mu, այսինքն մացպասումների գումար, չէ՞, մացպասումը մեր մոտ գծային օպերացիա է։ Այս մի հատիկ 9 mu քառակուսի է, բոլորինը կլինի n անգամ mu քառակուսի։ Այս մի արժեք որ պահեցինք, ահա, այսինքն ստեղ սա հաշվելուց այս կտորի համար
ունեցանք այսա։ Հիմա այս կտորը եթե հաշվելու լինենք, այս կտորի համար էլի կարանք այս n-ը դուրս բերենք, ասենք n անգամ, ու հիմա ստեղ ունենք մացպասում x գլխարկ մինուս մյու քառակուսի, սա մեր ոնց որ x գլխարկի վարիացիան է, չէ՞, ուղղակի։ Հիմա x գլխարկի վարիացիան ինչ կլինի։ Ստեղ մենք ունենում ենք վարիացիա x գլխարկը կլինի ուղղակի վարիացիա 1/3 x1 գումարած x2 գումարած տտ։ Այս նախորդ դասին էլ էինք նայել, բայց մի հատ արագ եթե ասենք, սրանից կարանք այս 1/3-ը դուրս հանենք, բայց հիշենք, որ ինքը քառակուսով է դուրս գալիս, այսինքն ստեղ ստացվի մեր մոտ 1/n-ի քառակուսի, մեջն է լինի վարիացիա x1 n հատ, չէ՞։ Դե x1-ի վարիացիան ուղղակի սովորական, եթե ասում ենք ինչ որ ֆիքսած բաշխումից, եթե ասում ենք ստեղից է գալիս, սիգմա քառակուսի է լինելու մեր մոտ ստեղ, ստացվելու է ուղղակի սիգմա քառակուսի անգամ n բաժանած n քառակուսի, այսինքն սիգմա քառակուսի n-րդ։ Այս էլ մեր երկրորդ կտորն է ստացվում։ Հա, ու n հատ ունենք այս սրանից, այս անգամ n-ը չմոռանանք։ Մի հատ էլ ստեղ է կրճատում, ստացվի սիգմա քառակուսի։ Արդյունքը ստացվեց, ոնց որ այսա ու այսա եթե բռնենք հիմա իրարից հանենք, լինում է n անգամ սիգմա քառակուսի հանած սիգմա քառակուսի։ Ստեղ ունեցանք n-1 անգամ սիգմա քառակուսի։ Հոպ, լավ չստացվեց։ Ինչի լավ չստացվեց, որտեղ մենք ասում էինք եկեք որպես գնահատիչ վերցնենք 1/n-րդ անգամ այս ամեն ինչը, հիմա տեսանք այս ամեն ինչը տվեց n-1 անգամ սիգմա քառակուսի։ Այսինքն հիմա եթե սաղ արդյունքը ի վերջո բաժանեմ, սա բռնեմ բաժանեմ n-ի, ես չեմ ստանա սիգմա քառակուսի։ Պետքա բաժանեմ n-1-ի, որպեսզի ստանամ սիգմա քառակուսի։ Այս n-1-ի վրա բաժանելուն n-ի փոխարեն անվանում են Bezel's correction, Bezel այդ մարդու ուղղելու մոտեցում։ Ահա։ Մի քիչ ինչ որ ինտուիցիա կարելի է տալ իրան կապելով բանի հետ, ազատության աստիճանների հետ։ Ազատության աստիճանը հետենա թե ոնց որ հենց օրինակով է կարելի բացատրել, կարելի է հենց կատակով նաև իրականում բացատրել։ 3 տրամաբանությունից ուժեղ մարդ մտնում են բար, այս բարմենը հարցնում է գարեջուր կուզեք, ճիշտ ասում է բոլոր այդ գարեջուր ուզում եք, առաջինը ասում է չգիտեմ, երկրորդը ասում է չգիտեմ, երրորդը ասում է հա։ Ոնց է ստացվում, որ այս եթե պատասխանը, եթե ինչ որ մեկը չուզեր, ասելու էր միանգամից չէ, ու բոլորդ ուզում եք հարցը միանգամից ավտոմատ կարող էր պատասխաներ։ Հիմա այս առաջինը, որ ասում է չի ուզում, հետո առաջինը, որ ասում է չգիտի, նշանակում է ինքը ուզում է, երկրորդը ասում է չգիտի, նշանակում է ինքը բան անում։ Այս երրորդը արդեն կարողանում է ավտոմատ որոշում կայացնել։ Այդ ոնց որ այստեղ երկուսի ինֆորմացիան հերիք էր, էլի, չնայած որ 3 մարդ էին։ Մի քիչ ավելի հեշտ բանով, եթե այս օրինակը ասենք, պատկերացրեք, ես ասում եմ բան։ Ունեմ x1, x2, գիտեմ իրանց գումարը 509-ի, ու հիմա ինչ որ մեկը ինձ որ ասի x1-ը հավասար է 500, ստացվում է ես արդեն ավտոմատ x2-ը իմանում եմ։ Ինքն ճկունությունս այստեղ մի արժեքի մակարդակով է, մի արժեքի մասին ինֆորմացիա որ ունեցա, արդեն x2-ը ֆիքսվում է։ Իմ անկախությունը մի հատ է ընդհանրապես այստեղ։ Ոնց որ եթե գամ խմբին ասեմ 3 հատ 4 հոգի 3 հոգի լինի, 3 հատ նվերի տեսակ ունենամ, 3 հոգի լինի, առաջինը որ իր նվերը ընտրի, երկրորդը իր նվերը ընտրի, երրորդի նվերը ֆիքսվում է։ Դրանով ոնց որ ազատության աստիճանների գաղափարը տեղից է գալիս, էլի, այդ սյուժետի ազատության աստիճանը երկուսն է։ Այստեղ ինչ որ ինտուիցիա է նա, որ դե եթե n հատ տվյալ ունենայինք, կասեինք n ազատության աստիճան ունենք, բայց քանի որ այստեղ վարիացիան հաշվելուց μ-ի փոխարեն x գլխարկ ենք վերցնում, ոնց որ կոպիտ ասած
արդեն այդ n-1-ից n հատից բացի մի հատ բան արժեք արդեն օգտագործել ենք, այսինքն սրանց համար n հատ ճկունություն պետք է ունենենք, ստեղ բայց մի հատ արդեն օգտագործել ենք, դե ուրեմն տակը կմնա n-1 պետք է լիներ, դրա համար բաժանում ենք ոչ թե n-ի, այլ n-1-ի։ Այս ինչ որ ինտուիցիա է, էլի, չգիտեմ ինչքանով է օգնում, ինձ այդքան շատ չի օգնում, բայց առնվազն մի քիչ ավելի այդ -1-ը բան է դարձնում, ավելի քիչ արհեստական է դարձնում, էլի, ավելի քիչ զուտ հաշվարկային, էլի։ Ուհա, ու մի քանի օրինակ եթե բերենք, ասենք մատսպասում բան, sample mean-ը bias չունի, unbiased է։ Այս 1/n-ով այս bias-ը ստացվում է -σ քառակուսի n-րդ unbiased, ինքը unbiased չի։ Բեռնուլիի համար, օրինակի համար կարող ուղղակի հաշվենք, թե ասենք կոպեկ եթե գցում ենք, ուզում ենք գնահատենք հավանականությունը, կարող հաշվենք քանի անգամ է մեր ուզած բանը ընկել, ղուշ ընկել, բաժանենք քանակի վրա, ամենաբնական բանը։ Ու ինքը լինելու է unbiased։ Բայց ուղղակի ժողովուրդ, այստեղ մի հատ sense հարց։ Հիմա եթե ունեմ կակրաս հարց տամ, որ դուք եք խոսակ։ Ունեմ x1, x2, x3 եւ այլն, իրանք գալիս են ինչ-որ բաշխումից, այդ բաշխումը թող ունենա μ մատսպասում։ Հիմա եթե ես ասեմ, այն ժամանակ ասում եմ, ես μ-ն գնահատենք x գլխարկով, չէ՞։ Ու ինքը unbiased էր լինում։ Իսկ ինչ եթե ես ասեմ, եկեք μ-ն գնահատենք x 509-ով կամ x1-ով։ Այսինքն ուղղակի տուպը բռնում եմ առաջի տեսած տվյալս եմ վերցնում։ Այսինքն ստեղ եթե սաղ պոպուլյացիայից մի հատ ինչ-որ ենթաբազմություն ունենք, այս մի հատ պատահական x-ին ասում եմ x ջան, արի քո արժեքը ես վերցնում եմ որպես բոլորի համար գնահատական։ Այս ինտուիտիվ լավ ձև է, թե չէ անելու։ Առաջի հարց, երկրորդ հարց, մի հատ կփորձենք, եկեք միասին փորձենք բարձել, հիմա ինքը biased է, թե չէ։ Մեկ է մի բան, որ արժեր ասել չասեցի, հայերենով տերմինը բանն է, շեղություն, անշեղ, ոնց որ unbiased-ը կասենք անշեղ։ Չի շեղվում, էլի։ Դες լավ, հետ գանք այս հարցին, համեցեք։ Ինքը biased չի լինի։ Ինչի պետք է biased լինի։ Դե որտեվ մենակ իրա դեպքում այդ շեղումը, ասեմ մնացածի դեպք, եթե մենակ ինքը վերցնենք ու մյուն իրանով վերցնենք, մենակ իրա դեպքում էդի 0 կտա, մնացածի դեպքում երևի մեծ հավանականությամբ 0 չի տա։ Ահա։ Տարբերություն է, էլի։ Բայց մի բան, որ պետք է մի քիչ զգուշ լինենք ստեղ, որ մենք բան ենք, չէ՞ անում։ Եթե ինչ-որ թետա գլխարկ ունեինք, իրականում թետա էր, մենք նայում էինք մատ սպասում թետա գլխարկը ու թետան, չէ՞։ Այսինքն ես ոչ թե հենց x1 եմ վերցնելու, որտեղ որպես այդպեսին հստակ արժեք շատ, կարելի ասել, հստակ արժեքների մասին խոսալը շատ օգուտ չի տալու, այլ մատ սպասում եմ, չէ՞, վերցնելու։ Այսինքն ես վերցնելու եմ x1-երի մատ սպասում։ Էս օքեյ է։ Այս ձևով ինձ թվում է կարող ենք մի քանի կետեր վերցնենք ու որ կետին, որ մոտիկան ավելի բայեզը ավելի փոքր լինի, հասկանանք, որ այդ կետն է, նո x գլխարկով էլի։ Այսինքն մեր մատսպասումին ինչ որ կետեր վեկանենք, մոտենանք մատսպասումին հաշվարկներով։ Հա, մենք ուզում ենք ինչ որ հաշվարկով մատսպասումին մոտենանք ու մի քանի կետ վերցնելու համար ստրատեգիան կարող լիներ օրինակ հենց այդ կետերի միջինը վերցնելը, չէ՞։ Ու հա, եթե շատ կետ վերցնենք, հավանաբար ավելի լավ գնահատական կստանանք, ուղղակի ավելի լավը կսահմանենք թե ինչով։ Այդ համաձայն եմ։ Եկանենք մի 10 հատ կետ, 10 հատ կետի միջինը վերցնենք ու ենթադրենք, որ մեր մատսպասումը այդ է, թե Չէ, այդտեղ չենք ենթադրում, այս առաջի օրինակում տեսանք, որ եթե հենց այտենց անենք, այսինքն վերցնենք մի 10 հատ կետ իրենց միջինը վերցնենք եւ այլն, այդ անշեղ է լինելու, այսինքն ի վերջո գալու հենց ճիշտ բանը բռնացնենք։ Հիմա մենք ոնց որ խոսում ենք մի քիչ ինչ որ абսուրդ բան ենք ուզում անենք, ասում ենք, չգիտես ինչ, ոչ թե 1000 հատ կետ վերցրու բաժանի 1000-ի գումար, այլ ուղղակի առաջի կետը վերցրու։ Ոնց որ մտածում ենք, սա հիմա կստացվի անշեղ, թե չէ։ Բայց այս պարագայում, եթե մենք վերցնենք օրինակ 10 հատ կետ, կարա այդ կետերի մեջ
նու outlier-ն եմ ուզում կապեմ ստե, էլի կարելի ասել ինչ որ կետերը ավելի էնկոմ լինեն ու ընդհանուր միջինի գիծը խանգարեն, բայց ինձ թվում է չեն խանգարել։ Դե իհարկե կարող մեր բախտը հավար չբերի, այսինքն պրակտիկ կարանք ուզում ենք օրինակ բան անենք, դե ավելի ճիշտ ասենք ուզում ենք սաղ պոպուլյացիայի միջին քաշը օրինակ հասկանանք, ու բան ենք Վերցնում ենք անում։ տարբեր տեղերից կետեր ու Ու օրինակի համար եթե ինչ որ սխալ արած լինենք, այս վերցնելու process-ում, օրինակ, չգիտեմ, ծանրամարտիկների մոտ վերցրած լինենք, կարող է ստացվի, որ շատ վատ են գնահատում, որովհետև սխալ ենք sample արել կամ շատ քիչ մարդ վերցնենք։ Այսինքն պրակտիկայում հա միանշանակ կարող խնդիրներ ունենանք, բայց ավելի տեսական մակարդակով կամ եթե ասում ենք պրակտիկայում մեր էքսպերիմենտը ճիշտ ենք արել, այսինքն գնացել ենք իրոք շատ տվյալներ ու իրոք իրարից անկախ խառը ձևով վերցրել ենք, այտենց դեպքերում արդեն մասպասման մասին չենք անհանգստանա, էլի։ Ստեղ է չենք անհանգստանա, որովհետև ոնց որ միջին մակարդակով ենք խոսալու, էլի, այս անշեղություն նայելու համար։ Okay. Okay. Շատ բարի, Merci. մերսի։ Մեծ այս օրինակին գալով, նայնեն ճիշտ նշեց, որ ասենք x1-ը, եթե ուղակի վերցնեմ x1 ու տվյալներս x1, x2 եւ այլնն են, ինքը x1-ի հետ իդեալական կբռնի, մնացածի հետ չէ։ Բայց մենք հիմա խոսում ենք զուտ միջինի մակարդակով բանի մասին։ Այնտեղ կակրաս անշեղությունը խոսում էր մացպասման մասին, մենք էլ ստեղ խոսալու ենք այս x1-ի մացպասման մասին։ Հիմա հենց x1-ի մացպասումը ի՞նչ է։ Հենց x1-ը չի։ Չէ, ոնց որ մենք ասում ենք այս տվյալների համար ֆիքսել ենք, չէ՞, ինչ որ գիտենք ինչ որ բաշխումից գալիս են, ու այդ բաշխումը ասել ենք ունի μ, իր այդ բաշխումի մացպասումը μ-ն էր։ Հա, ուրեմն μ կլինի։ Հա, իրականում հենց սրա այս Ex1-ը հենց հավասար է μ-ի ինքն իրանով։ Այսինքն եթե ասեմ Ex1 հանած μ, ինքը 0 է տալու։ Այստեղ ժողովուրդ մի հատ որ ոնց որ մի քիչ ավելի շատ մեր կաշվի վրա զգանք թե ինչ է կատարվում։ Մենք ստեղ որ ասում ենք մացպասում x1, մենք ի նկատի ունենք, որ եթե որպես գործիք գնահատել անելու համար գործիք վերցնենք ուղղակի x1-ը։ Սա ու հիմա մացպասումով եթե խոսանք, սա նշանակում է, որ եթե ասենք լիքը տարբեր անգամներ մեզ գա տվյալներ, ու մենք այդ տվյալներից որոշում կայացնելու համար, ասենք մենք վերցնում ենք զուտ առաջին արժեքը մեր հանդիպած, այդ դեպքում ստացվում է ի վերջո ոնց որ լիքը անգամ տվյալներ եթե վերցնեմ, իրանց առաջին կետերը միջինում էլի կգան կկանգնեն μ։ В принципе տարօրինակ չի, չէ՞։ Այսինքն մի բան ասեմ, վերցնում եմ լիքը տվյալներ հաշվում իրանց միջինը, մյուս ուրիշ բանը ասեմ, լիքը անգամ վերցնում եմ ինչ որ մի հատիկ տվյալ։ Մենք ավելի շատ ոնց որ այս սյուժետի մեջ ենք, էլի, երբ որ մացպասման լեզվով ենք խոսում։ Երբ որ ասում եմ մացպասում, ստեղ մեր մոտ թետագլխարկն էլ մեր մոտ ուղղակի x1-ն է։ Ու մացպասման մակարդակով ստացվում է, որ ճիշտ է գալիս։ Այսինքն ուղղակի վերցնում եմ մի անգամ ինչ որ արժեք, մի հատ ուրիշ անգամ արժեք, միջինն եմ հաշվում, այս դեպքում օքեյ է լինում։ Ստեղ ոնց որ սրան մի քիչ կարելի է կապել բանի հետ, այդ վիճակագրագետների անեկդոտի հետ նախորդ դասից էլի, որ մեկը մի մետր ծուռ կրակի, մեկը մի մետր բան կրակի, վերջը այս մեր բադիկը, ինչեվ հիմա բադ նկարել չգիտեմ, վերջը կստացվի բադին խփեցինք էլի միջինում։ Այսինքն unbiased լինելը լավ բան է, բայց նես չի տենց ահավոր դժվար բան է, էլի։ Հենա ուղղակի զուտ x1 վերցնելը արդեն unbiased է։ Սա արդեն մեզ սկսում է մոտիվացնել նրան, որ պետք է մի հատ ինչ-որ ուրիշ հատկություն էլ մտածել։ Ասենք, եթե մենք ուզում ենք գանք հասնենք այս արժեքին, այս մեր մացպասումն է, ու մեր գնահատականը լինում է, ասենք, մի դեպքում սա, մի դեպքում սա, միջինում ստացվեց, որ սա է, այդ այդքան էլ լավ չի, բայց եթե լինի օրինակ այսենց, շատ լավ է։ Եթե լինի, ասենք, այսենց, էլ ավելի լավ է։ Հիմա ոնց որ այս կետերով եթե նայենք, այսինքն եթե տենց շատ ծրված լինեն, եթե սենց կոմպակտ լինի շատ մեր գնահատականը, ասենց հենց սրանով իրան գնահատենք, ուրախ կլինենք, չէ՞։
Հիմա որպես դեպի ինչին եմ դժում հուշեմ, որ նաև ինչին է կարելի ուշադրություն դարձնել, որ խոսալ ինչքանով է լավը մեր estimator-ը։ Վարիացիային էլի, հա։ Վարիացիային նաև, չէ՞։ Վարիացիան նայելը շատ լավ է։ Մենք հեսա նաև կխոսանք մի քիչ հետո հայերենով ունակություն, իմ կարծիքով շատ վատ տերմին է, անգլերենով բանի մասին, ան ինչա, consistency գաղափարի մասին, որ հենց վարիացիան է հաշվում, բայց մինչև այդ ուղղակի եկեք ֆիքսենք, որ ճիշտ հենց վարիացիայի սկզբունքով է ինչ որ չափով, այնտեղ ըստ հավանականության զուգամիտություն է նայում, բայց այս բան դրումությամբ ֆիքսենք, որ մեզ նաև հետաքրքիր է, թե մեր գնահատիչը ինչքան է բան անում, ինչքան է սփռված, ինչքան է vary անում, էլի։ Մի հատ ստեղ ավանդական գծապատկեր կա, որ այս օրինակներում միշտ բերում են, ու հետագայում էլ ML-ի համար էլ ինքը շատ օգտակար գծապատկեր է։ Եկեք պատկերացնենք, որ ուզում ենք բան անենք, ոնց որ դարձ ենք խաղում, ուզում ենք խփենք այս բանին, անգլերենով bullseye-ին, հայերենով կարմիր կետիկին։ Հիմա մենք կարող ենք ունենանք մի քանի սյուժետ, ասենք մի սյուժետ կարա լինի այն, որ այսենց ամեն ինչ գալիս ենք խփում ենք ծուռ նույն կետին։ Հիմա այս սյուժետը մերոնց ստացվում է, որ քանի որ սրա միջինը սրանից են կոմա, ստացվում է մենք ունենք շատ բարձր bias, այս մեկը մեծ էր, բայց ցածր variance, որտեղ սենց կոմպակտ են իրանք։ Սա ստացվում է ինքը շատ ճշգրիտ է, ոչ թե ճշգրիտ, այլ սենց շատ վստահելի է, հստակ նույն բանն է անում, բայց հստակ սխալ բան է անում։ Կարա լինի սյուժետ, որ օրինակի համար սենց կետերը ցրված են, մեր վարիացիան բարձր է, բայց այս կետերի միջինը գայս է հենց ստեղ միտեղ։ Ահա, սա ոնց որ ըստ էության այդ մեր բանի օրինակն էր։ Այդ ուղղակի x1 վերցնելու օրինակն էր։ Միջինում ճիշտ է կանգնում, բայց դե վարիացիայից չենք խոսացել, բայց վատ բան, բայց բավականին վատ գնահատելու ձև է։ Կարա լինի նաև ոնց որ ստաբիլ կրակենք ու ստաբիլ ծուռ կրակենք։ Այսինքն կարա լինի սենց իրենք կոմպակտոտ լինեն, չէ, այս օրինակը վատն է։ Ներողություն, ստաբիլ ծուռը չէր սա, համ ծուռ կրակենք, համ ռանդոմ կրակենք, այսինքն համ ինքը միջինը հեռու լինի սրանից, համ իրենք ինքնիրանով ցրված լինեն։ Սա մեր մոտ high bias, high variance սյուժետն է։ Ու իհարկե իդեալականն է նա, որ մեր bias-ը փոքր լինի, այսինքն միջինում ճիշտ կրակենք ու նաև կոմպակտ լինի։ Մենք հաճախ ձգտելու ենք դեպի սրան գալ։ Ու ոնց որ հեսա մի քիչ որ ML-ի տերմինաբանությանն էլ բերենք, տարբեր տեսակ ալգորիթմներ, ասենք ալգորիթմներ կա, հաճախ տանջվում են սրանից, ալգորիթմներ կա, տանջվում են սրանից։ Եթե ինչ-որ շատ վատ ենք սարքել, ուղղակի կտանջվեն սրանից, իսկ երկու խնդիրներ կունենան։ Այս ուղղակի մտքում պահենք ու նաև ֆիքսենք որպես կարևորություն վարիացիան նայելու, թե չէ այսա բարձր bias ունի, բայց ոչ մեկի պետք չի սա։ Հա։ Ու դրա համար մի հատ էլ բան, տերմին, որ սահմանենք, որին որ նայելու ենք, հենց այսօր չէ, բայց ընդհանուր ոնց որ մտքում պահենք, այդ ստանդարտ error-ն է, ստանդարտ սխալանք։ Ստանդարտ սխալանքը այդ ուղղակի x գծիկի, այսինքն sample mean-ի սխալ բանն է, վարիացիայի արմատն է։ Այսինքն մենք ունեինք վարիացիա, ունեինք ստանդարտ շեղում, այդ ոնց որ մեր ամբողջ տվյալների համար էր։ Հիմա ուղղակի հենց տվյալների միջինի համար standard deviation-ը sense ասած, իրեն անվանում են standard error։ Հա, ու ինքը հավասար է, դե պետք է ասենք վարիացիա x գծիկ, սա տեսանք, որ 1/3, 1/3 դուրս եկավ, ունեցանք n հատ վարիացիա x1, սիգմա քառակուսի n, տտ, հիմա standard error-ը ուղղակի դրա արմատն է։ Սիգմա բաժանած արմատ n։ Այս հիմա ուղղակի զուտ հիշենք, հետո կօգտագործենք։ Հիմա հենց միանգամից չենք օգտագործել։ Հիմա ասում ենք, դե ինչ կարանք վերցնենք նայենք, որը որ կօգտագործի համ վարիացիա, ինչ կարելի է վերցնել, որը կօգտագործի համ վարիացիա, համ bias։ Ահա։ Մինչև սրան գալը ոնց որ մեր ստանդարտ բաներից ավելի, եթե ունենք ինչ որ
կետեր x1, x2 եւ այլն, ու ունենք ինչ որ այդ կետերի համար գուշակություն տվող բաներ։ Ինչ է այտենց լավ ահագին ընդունված հաշվել։ Կամ օրինակ ինչ ռիսկերի տեսակներ, ինչ ռիսկեր սովորեցինք նախորդ դասին։ Կամ սխալանքի ֆունկցիաներ կարա քլը մինչև ռիսկ չգնանք։ Skewed error ենք մենք նայել, մեկ էլ absolute error։ Ստեմ mean-square error երևի նայենք, որ տենանք կոնկրետ գծից ամեն կետի ընդհանուր քառակուսային միջին գումարը ինչքան է հեռու էլ գնում։ Տիգրանը ճիշտ ասաց, այդ երկու բանն էինք նայել, աճիշտ մի հատ էլ 0.1 error-ն էինք նայել, բայց այդ մեստեղ ակտուալ չի։ Տիգրանը ասաց loss-ը, այսինքն մի կետի մակարդակով ցոր շեղումը, եկեք լավ, մեր հիմիկվա տերմինները թե գրեմ, թետա մինուս թետա, սրա քառակուսին։ Հիմա այդ մեր loss-ներ, հայկի ասածը արդեն մեր ռիսկն է։ Ռիսկը այդ ուղղակի մատսպասումներ, չէ՞։ Այսինքն loss-ը մի կետի համար է, ռիսկը, տեսական ռիսկը մատսպասումով, էմպիրիկ ռիսկը ուղղակի 1/n գումար տտ այստեղ n-երով, այ դա կարանք, չէ՞, հաշվենք, այսինքն միջին քառակուսային շեղում կարանք վերցնենք։ Հիմա ինչ գեղեցիկ բան է ստացվում, որ միջին քառակուսային շեղումը կարանք մենք ուղղակի ներկայացնենք որպես այսինքն MSE թետա գլխարկը, այսինքն մատսպասում թետա գլխարկ հանած թետա քառակուսին կարելի է գրել որպես զուտ վարիացիա է, այդ մեր estimate-ի վարիացիա գումարած իր bias քառակուսի։ Այդտենց մի հատ գեղեցիկ հատկություն ունենք, իրան անվանում են bias variance decomposition։ Այսինքն composition-ը ոնց որ համադրույթն է, decompose-ը այդ կտորների բաժանել, ասում ենք միջին քառակուսային շեղումը բաժանում ենք bias-ի ու variance-ի կտորների։ Այդ անելու համար մեզ ոնց որ պետքա բան անել։ Այս տրուկը հաճախ ենք անում, արդեն մի անգամ այս դասին տեսել ենք, մի հատ էլ հիմա անենք, ունենք թետա տրանսպոզ մինուս թետա գլխարկ մինուս թետան, ուղղակի հանենք գումարենք մատսպասում թետա գլխարկը։ Զուտ բռնենք մինուս պլյուս անենք։ Հիմա այստեղ երկու կտոր ենք ունենալու, այս կտորը նկատենք, որ կոնստանտ է, սա մեր մոտ զուտ ընդհանրապես բանն է։ Մատսպասում թետա գլխարկ, սա ի վերջո ինչ որ արժեք է տալու, մատսպասում ենք հաշվում։ Թետան այդ մեր ոնց որ մյուն էր, այն բաները ինչին ուզում ենք գանք, մյուով չեմ բարում օրինակը, որտեվ ոնց որ կարա մատսպասման մասին չլինի, կարա ինչի համար ուսս լինի, էլի որ գնահատում ենք, պարտադիր չի։ Սա ուղղակի թիվ է, ընդ որում նկատենք, որ սա մեր bias-ն է հենց, որտեվ հանում ենք մատսպասում հանած իսկական։ Այս էլ ինչ որ տենց պատահական շեղումներ են, էլի, ամեն մի թետայի համար հանում ենք իրան մատսպասումից, նայում ենք ոնց որ միջինից ինչքանով է շեղվում, ու գուցե արդեն ոնց որ մի քիչ ինտուիտիվ կարողանանք զգանք, որ այս մի հատ կտոր եթե ունենք bias-ն է, այս կտորն էլ եթե ասում է շեղվել միջինից, սրա քառակուսի ենք վերցնում, սա հեսա պետքա գա դառնա մեր մոտ վարիանսը, չէ՞։ Սա էլ մեր մոտ bias էր, դե ուղղակի թիվեր կդառնա քառակուսի բարձրան կդառնա այդ թվի քառակուսի զուտ։ Ու իրականում հենց տենց էլ կա։ Միջին քառակուսային շեղումը դա վարիացիա գումարած bias-ի քառակուսին է։ Կարանք իրան տենց բաժանենք։ Կամ եթե սա ոնց որ եթե բացված սա մատսպասումով գրենք, ստեղ ունենալու ենք e թետա մինուս e թետա քառակուսի, միանգամից այս եմ հաշվում էլի։ Այս սրա կտորի քառակուսի, չէ՞։ Այս 1 գումարած երկու անգամ ոնց որ a գումարած b-ի քառակուսի են որպես անում էլի գումարած երկու անգամ այսա անգամ այսա, չէ՞։ Ու ստեղ կրկին ոնց որ մատսպասում որ վերցնում ենք, պետքա չմոռանանք, որ այս ամեն ինչը մատսպասումներով ենք հաշվում։ Հետո մի հատ է գումարած վերջինը b քառակուսին է, այսինքն այս սրա քառակուսին է։ Հիմա եկեք ծանոթանանք S թետա մինուս e թետա գլխարկ մինուս e թետա գլխարկ քառակուսում մատսպասում
Սա մեր մոտ հենց վարիացիան է, չէ՞։ Ահա։ Այս կտորը ստացանք սա է։ Այսա մեր մոտ bias-ն է։ Ասում ենք մեր թետա գլխարկը ինչքանով է միջինում ինչքանով է շեղվում թետայից։ Ու քառակուսի է բացած, ստացանք bias քառակուսի։ Այստեղ մենք ունենում ենք զուտ ոնց որ e թետա գլխարկ հանած e էլի թետա գլխարկ, այստեղ մեր մոտ մի վարքյան, այստեղ քառակուսի չկա, այստեղ ուղղակի հենց այսա ենք հաշվում, այս մեր մոտ զուտ 0 է, չէ՞ տալիս։ Այսինքն կոպիտ ասած թետա գլխարկի միջինից հանում եմ թետա գլխարկի միջինին։ Իբր բան արեցի, ստանում եմ 0։ Համար այս արտադրիչը դուրս է գալիս արանքից, տակը մնաց այսա։ Վուալա։ Ու դրա ստեղից նաև ոնց որ այդ բանի ML-ի հետ կարանք մի քիչ կապենք, էլի, որ ասում էինք այս բանի օրինակով, կետիկների օրինակով, որ ասում ենք կա սյուժետ, որ ունի բարձր bias, ունի բարձր variance, ML-ում էլ հաճախ որ հենց միջին քառակուսային շեղում ենք հաշվում, ստացվեց ոնց որ հենց մեր միջին քառակուսային շեղումը ինքն իրանով ներկայացնում է հենց մի հատ վարիացիայի կտոր, մի հատ էլ bias-ի կտոր, էլի։ Ու մենք տարբեր մոդելների մասին խոսելիս հենց գալիս ասում ենք բան, դա մի քիչ վրազեցի, բայց լավ, այս կտորին գամ, տարբեր ինչ-որ ալգորիթմների մասին խոսելիս, օրինակի համար ունենք կետեր, իրանց կարանք մոտարկենք ուղիղ գծով, իրանց կարանք մոտարկենք պարաբոլով, կարանք մոտարկենք 800-րդ աստիճանի բազմանդամով, ստեղ արդեն գալիս այն, որ ասենք առաջի աստիճանի բազմանդամը ինքը իր գուշակությունները ինչ որ տենց կոմպակտ են լինելու, չէ՞, նես չի մեկը եսին որտեղ դնելու, մեկը եսին որտեղ, բայց կոմպակտ են լինելու ու միաժամանակ ծուռ։ Ասենք ուղղակի ուղիղ գիծը ունենալու է ցածր bias, որտեղ միջինում ինքը շատ չի թռնելու եսին որտեղ։ Ներողություն, սխալ ասացի, շատ սխալ ասացի, թարս ասացի։ Ինքը ունենալու է բարձր bias, որտեղ ինքը միջինում իրականից ծուռ է լինելու, որտեղ մենք եթե sense կետեր ունենք, միջին ենք վերցնում, վատ է գնահատելու։ Այս օրինակով միջինացված կարող է մի քիչ էսի միշտ չլինի, բայց ինքը ունենալու է շատ ցածր վարիացիա, որտեղ գծից ստացած արժեքները նենց ինչ որ եսիմինչ սուպեր վաու չեն ծրված լինելու։ Բայց այսինքն այս սրանից ստացածը, եթե ասենք 20-րդ կարգի բանով վերցնեմ, կարող է այսինքն ինչ որ եսիմինչ ունենամ, սրա արժեքները շատ մեծ վարիացիա են ունենալու։ Այսինքն մի դեպքում ունենում ենք բարձր bias, մի դեպքում ունենում ենք բարձր variance, ու սա շատ տեղեր ենք տեսնելու, էլի, միտեղ օրինակ կարանք ասենք նեյրոնային ցանց մի հատիկ նեյրոնով, կապ չունի նեյրոնը ինչ նշանակում, կարանք ասենք միլիոն հատ նեյրոնով։ Հիմա մի հատը կոնսերվատիվ ինչ որ փոքր մոքր կամ ոչ շատ ծրված գուշակություններ անելու ու սխալ, մի հատը բավականին ճիշտ է անելու, կոնկրետ հենց մենակ մեր տվյալների վրա։ Բայց իր գուշակությունները կարող են կատաստրոֆիկ տարբեր լինեն, ասենք մի ծիպուկ ենկոմ գնան, գուշակությունը թռնի եսին որտեղ։ Մենք այստեղ մի հատ այստեղ արժեքը սա է, ծիպուկ ենկոմս գնում արժեքը սա է։ Ու միշտ մեր մոտ գալու է հարց, ոնց որ ճկունության ուստեղ բան գայսյաններից, որ ինչ որ ինչքան ավելի խելոքանում է մոդելը, ինչքան ոչ թե խելոքանում, այլ բարդանում է մոդելը, անգլերենով ավելի կոմպլեքս, ավելի ճկուն է դառնում, sense ասած, ուղիղ գիծը ճկուն չի։ Ուղիղ գծով կարանք մենակ ուղիղ գծեր մոտարկենք։ 5-րդ աստիճանի բազմանդամը ճկուն է, իրանով կարանք սա մոտարկենք, կարանք սա մոտարկենք եւ այլն եւ այլն։ Հիմնականում ինչքան ավելանում է ճկունությունը, այդքան իր հետ միասին ավելանում է վարիացիան, ու այդքան նվազում է bias-ը։ Իսկ գնալով ավելի ճկուն մոդելը, մեր եղած տվյալները ավելի լավ է սովորում, բայց իրականում անգիր է անում։ Ու միջին քառակուսային շեղումն էլ այդ վարիանսի ու bias քառակուսու գումարն է։ Սկզբի մոդելների համար մենք ունենում ենք շատ բարձր, այսինքն շատ հասարակ մոդելները լինում են շատ ծուռ գուշակող, շատ բարձր bias են ունենում, շատ ցածր վարիացիա, որտեղ սկի ոնց որ ճկունությունը չունեն խառը բաներ գուշակեն, էլի, որ իրենց վարիացիան մեծ լինի։ Դրա համար ասենք իրենց միջին քառակուսային շեղումն sense ինչ որ մեծ թիվ է գալիս, ու հիմնականում ինչքան ավելի կոմպլեքս մոդել ենք օգտագործում, այդքան bias-ը նվազում է, վարիանսը փոքրան մեծանում է, ինչ որ պայից վարիանսը արդեն այնքան է մեծանում, որ
սրա իրանց գումարի նվազելը սկսում է հետ աճել, այսինքն մի բան ենք ունենում։ Ու մենք ուզում ենք ինչ-որ կոմպրոմիս վերցնենք, էլի, որ երկուսն էլ շատ բարձր չլինեն։ Այս մեր ավանդական մշտական խնդիրն է, որի մասին ML-ի մեջ մտածելու ենք, էլի, ու տարբեր պարամետրերի հետ խաղալով, ավելի ճիշտ կլինի ասել հիպերպարամետրերի հետ խաղալով, այդ արդյունքին գալու ենք, էլի։ Ասենք բռնելու ենք առաջի կարգի, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ տես կարգի բազմանդամներ գծենք, հասկանանք, այս մեր քաղցր կետը որն է, որ այդքանից n-կոմ արդեն չարժի ճկունություն տալ մոդելին։ Բայց մի քիչ երկար խոսացի, այս ամեն ինչից ինչ որ հարցեր, ժողովուրդ։ Մի հատ հարց կա էլի, հա։ Խնդրեմ։ Այդ որ մենք ընտրում ենք, օրինակ, ինչ մոդելով իրան դիտարկենք, օրինակ գծայինական, քառակուսային եւ այլն, մենք ինչ որ դիվ հավասարման վարիանտի բան չենք կարա անենք, որ ամենաօպտիմալը գտնենք, օրինակ Ինչի նման բան անենք։ դիվ հավասարումով, օրինակ ամենաօպտիմալ ֆունկցիան գտնենք մոտարկելու, էլի։ Հա, հիմնականում ոնց որ դիֆերենցիալ հավասարումների հետ այն ավանդական ML-ում այդքան շատ գործ չեն կանում, այլ ճիշտ առնվազն ակնհայտ չի, որ իրանց հետ գործ ոչ ակնհայտ ձևով ոչ մի գործ չեն կանում իրանց հետ, որտեվ հաճախ ոնց դիֆերենցիալ հավասարումը սահմանման այն հավասարումն է, որ իր մեջ ածանցիալ է ներառում։ Մենք ածանցիալի հետ աշխատելուց ավելի տենց ոչ անալիտիկ ձևով ենք վարում, sense ասած, այսինքն այդ ածանցիալը վերցնում ենք, իր ուղղությամբ շարժվում ենք, ածանցիալների վայրեջք ենք անում, sense ասած, այդ ալգորիթմը, հենց բուն է դրա հետ չենք աշխատում, այդ ոնց որ դիվ հավասարման պահով։ Ինչ ենք անում պրակտիկայում, մենք միշտ անպայման տվյալները բաժանում ենք իրականում 3 մասի, բայց կարանք այստեղ պատկերացնենք 2 մասի, մեկին անվանում ենք train, մեկին test, ու ոնց որ մեր մոդելը, որ սարքում ենք, իրան սարքում ենք train-ի վրա, այսինքն ինչ որ տվյալների կտոր կա, որ իրան ցույց չենք տալիս։ Ու հաճախ, ասենք, հասարակ մոդելը իրան ոնց պահում է train-ի վրա, նույն ձև էլ պահում է test-ի վրա, որտեվ ոնց որ հասարակ մոդել է մեկ, ասենք, թե շատ տարբերություն չի տալիս։ Իսկ շատ ուժեղ մոդելը, ասենք 5-րդ, ասենք 1000-րդ աստիճանի բազմանդամը, ինքը հաճախ, ասենք, եթե ունեմ այս տվյալները, սրանք իմ ունեմ, սրանք իմ train-ինգի տվյալներն են, սրանք իմ testing-ի տվյալները։ Ոնց որ պատահական եմ էլի ընտրում որը նավակի, այստեղ տարբեր գույներով նշեցի։ Հիմա 1000-րդ կարգի բազմանդամը կարա որոշի այսենց իրան պահի, այստեղ սենց գա իջնի, այստեղ գա, հետո այսենց կտրուկ իջնի, այսենց կտրուկ պահի իրան, ու իրան, որ թեստի վրա հաշվենք, տեսնենք, որ հոպ, սրանից ահավոր ծուռ է գնացել, մինչդեռ հասարակ մոդելը կարող է սենց ուղղակի ուղիղ կպցներ ու ավելի քիչ ծուռ գնար։ Ու մի քիչ շատ եմ խոսում, բայց ուզում ասեմ, որ train-ի ու test-ի վրա արդյունքներ նայելով, իրանց համատությունը չափելով, մենք արդեն սկսում ենք պատկերացում կազմել, որ եթե ասենք train-ի սխալը գնում է դեպի 0, նշանակում է ինչ որ սկսում է մոդելը զուբրի տանել։ Կոպիտ ասած կարելի ասել իր bias-ը գնում է դեպի 0, բայց հետո որ տեսնում ենք test-ի վրա էլ աճում է արժեքները, այսինքն չտեսած բաների վրա չի կարող աշխատի, որտեվ ընդհանրապես զուբրի տար է մնացածը։ Ու հիմնականում իր գուշակությունները արդեն տենց շատ սփռված են, ասում ենք վարիանսիան մեծանում է, այդտեղ այդ արդյունքների տարբերությանը նայելով ենք, էլի հաճախ մենք հասկանում, թե որն է այդ լավ կոմպրոմիսը, էլի այս երկուսի մեջ։ Մեր հիմնական գործիքը դա է լինում, էլի։ Okay, մերսի շատ։ Ահա, ձեզ մերսի։ Մի քիչ իրականում ոնց որ վիճակ ենք անում ML-ի ֆոկուսով, բայց հələ ML չենք անցել, մեկ-մեկ կարող է մի քիչ տենց շատ շեղվեմ նոր տերմիններից խոսամ, եթե ինչ որ բաներ շատ չհասկացվի, ձեզ ված չզգաք, էլի հանկարծ, որտեվ ինչ որ միանգամից train test, այնտեղ չգիտեմ overfitting տերմինը օգտագործեցի, թե չօգտագործեցի նույնիսկ, բայց ինչ որ հետագայից բաներ է, էլի, սրանք հետագայում sense պետքա սիրուն գա տեղը նստի, էլի, բայց մենք հետագայում չենք, մենք այսօր ենք, էլի, դրա համար մի քիչ կոնֆլիկտ է գալիս։ Ես կաշխատեմ, բայց շատ չշեղվել, էլի, ընդհանուր առմամբ։ Բայց նաև ինչ որ չափով էլ լավ է այն տեսանկյունից, որ հետո երբ որ սրան հասնենք, տենց ավելի շուտ կասեք, ճիշտ է, այս այն բանն էր։ Հույս ունեմ, էլի։ Okay. Մեկ էստեղ մի հատ էլ փոճուր բան ասեմ, որ
մի հատ օրինակ որպես բերենք, այնտեղ որ այս բաժանած n-ը բաժանած n-ով բանին, որ ասցինք դու unbiased ես, իրան նեղացրեցինք, ասցինք դու sense bias ունես, այս մեկը չունի bias։ Իրականում եթե հետո այս սրանց վարիացիաներն էլ հաշվենք ու դե գումարենք ոնց որ բանով գումարենք այս վարիացիա գումարած bias քառակուսին, կտեսնենք որ այսպես բանաձևեր են տալիս, երկուսն էլ ունեն 2 սիգմա 4, նավեք եկվակի գրեմ սիգմայի 4 աստիճան, բայց մեկը ասում է 2 բաժանած n-1, մյուսը ասում է 2n-1 բաժանած n քառակուսին, այս n քառակուսին դե գայսյաններից որ bias-ը մեր մոտ քառակուսով է, ու հիմա ոնց որ n-ը հավասար է փուճուրիկ թվերի դեպքում սա հլդր կարող է լավ լինի, այսինքն մեր անշեղ գնահատականը լավ լինի, բայց n-ը հենց 2-ից մեծ դարավ կամ մեծ հավասար, արդեն սա է սկսում ավելի լավը լինել, այս n քառակուսու բաժանելը տենց լավ իրան իջացնում է, էլի։ Այսինքն այս անշեղ վարիացիայի գնահատականը, estimator-ը վարիացիայի համար ունեցավ արդյունքում ավելի մեծ միջին քառակուսային շեղում։ Այսինքն մենակ մի հատ բանը մեզ նես չի, այդքան շատ հետաքրքիր է լինում, էլի։